սպասելի էր, որ ընտրություններից առաջ կարող է մեծ բում շոու անել Նիկոլ Փաշինյանը։ Սա Տուշոնկա օպերացիայի նման մեծ շոու է։ Ու այս քաղաքական հետապնդումները 8 տարի է Ռոբերտ Քոչարյանի նրա ընտանիքի հանդեպ իրականացվում է։ Տեսել եք բազմիցս քրեական գործերով էր անցնում, արդարացումներ են եղել։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը չի մարսում, երբ որ ժողովուրդը իր մի քանի աջակից ասում են ինչի չես բռնել, բայց քաղաքացիների ասելը հիմնավոր չի։ Եթե մի քաղաքացի պահանջում է ինչ-որ բան, մենք ունենք իրավական, ըստ Նիկոլ Փաշինյանի պետություն պետք է իրավական գործընթացներում քննվի գործերը, իսկ իրավական գործընթացներում քննվել էր գործերը եւ եղել էր այսինքն գործերի կարճում, օրինակ մարտի 1-ի հետ կապված գործերը, սահմանադրական դատանի վճիռները, իսկ քանի որ հիմա Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Ալիևյան ծրագրեր իրականացնել Հայաստանում, փորձում է վաղ սերմանել ընդդիմադիր հայացքներ ունեցող ամբողջ հասարակության մեջ եւ այդպիսով ցուցադրում է հանրությանը, տեսեք Ռոբերտ Քոչարյանին ես ուզում եմ ձերբակալեմ, դուք պիտի վախենաք, բայց մեր քաղաքացիներին ես կոչ եմ անում, որ չվախենալ ես իշխանություններից, այս իշխանությունները ամենավաղկոտ իշխանություններն են, միայն ուժային կառույցների ներքո են իրենք կարողանում ուժեղ թվալ, իսկ եթե կփորձեն ձերբակալել, թող ձերբակալեն, մենք սովոր ենք դրան, մենք պատրաստ ենք դրան եւ մենք պայքարելու ենք այնքան, մինչեւ Նիկոլ Փաշինյանը հեռացվի, իսկ ինչ մնում է, որ փորձում են ասել ընդդիմությունը չի պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ, այդպիսի թեզել է շրջանառվում, ասեմ ավելին, եթե չի պայքարում, բա ինչի են մեզ ձերբակալում միայն, բա ինչի միայն Facebook-ով գրառումների այդ գրողներին չեն ձերբակալում, երբ որ տնից նստած պայքարում են։ Փաշինյանը ընդդիմությանը ճնշում է ձերբակալություններ, կալանավորումներ, որ այդ թվում Բաքվի պահանջները կատարելու համար խոչընդոտներ չունենա։ Այո, ես դա էի ներկայացնում, որ Բաքվի պահանջները երեկվա ազգային ժողովի Նիկոլ Փաշինյանի ելույթները, թե ցեղասպանության հետ կապված, թե սահմանադրության փոփոխության հետ կապված, ինքը հասկանալով, որ ազգային ժողովում չունի այն մեծամասնությունը, որ կարողանա սահմանադրությունը փոխել, այդ իսկ պատճառով հիմա վախ է սերմանում, փորձում է այլ մեթոդներ կիրառել, կարծում եմ ընդդիմությունը չպետք է տրվի Նիկոլ Փաշինյանի այս վախի մթնոլորտին եւ պետք է համառ պայքար տանի Նիկոլ Փաշինյանին թողնելով միայնակ իր փոքրամասնության ձայների հետ միասին եւ Նիկոլ Փաշինյանը խոստում է տվել Ալիևին, փորձելու է կատարել դա ապօրինի կերպով, ինչպես ապօրինի այսքան ժամանակ սահմանադրության խախտելով ժողովրդի մեջքում, ժողովրդին ներկայացնելով իբր թե ժողովուրդն է պահանջում, բայց ժողովուրդը չի պահանջել նման բաներ, ինքը ժողովրդից չի հարցրել, երբ որ գործողություններ արել Հայաստանի տարածքների հետ կապված, նաեւ Արցախի հետ կապված։ Տեսեք, նա ձայնագողություն է կատարել այս ընտրություններում, մի մեծ 5 մանդատ է գողացել, դա բոլորս տեսել ենք, ոչ միայն 5 մանդատը, այդ պետական ամբողջ վարչական լծակները օգտագործել եւ այդ նույն ուժային կառույցները օգտագործել եւ այս քվեները ստացել, այդ իսկ պատճառով փորձելու է Ալիևյան պահանջները իրականացնել։ Պարոն Սարգսյան, ասում եք ընդդիմությունը պետք է պայքարի, թույլ չտա այս ամեն ինչը, բայց ընտրությունների արդյունքներով մենք փաստորեն տեսնում ենք, որ ընդդիմությունը չի կարողանում պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, որովհետև թեև այս պայն խորհրդարանացած երկու խմբակցությունները չեն հավաքել այնքան ձայն, որքան հավաքել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայնակ։ Ասեք, ես ներկայացրեցի, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն քվեագող է, գողացել է ձայները, այլև պետական ամբողջ ռեսուրսն է օգտագործել կեղծելով ընտրությունների արդյունքները։ Իրենք ընտրակաշառք են բաժանել Հայաստանում։ Ես չգիտեմ ով է ընտրակաշառք բաժանել, թե չի բաժանել, իշխանությունը, ես չեմ, իշխանությունը իրենք են եղել, դրա գնահատականը իրանք թող տան քննչական մարմիններով, բայց ոչ թե այն քննչական մարմինները, որոնց ղեկավարներին օրը մեջ SMS-ով փոխում է, այսինքն հրանք չկատարելու հիմքով կարող է ուժային կառույցի ղեկավար մեկ գիշերում փոխել, ինչպես տեսնում եք նույն ազգային անվտանգության ծառայության պետերին մեկ գիշերում փոփոխություններ են տեղի ունենում, որը անթույլատրելի է Հայաստանի Հանրապետությունում, ազգային անվտանգության ծառայության պետը այնպիսի պաշտոն է, որ չի կարելի հենց ամիսը մեկ ուղղակի պաշտոնի փոփոխություն կատարել, որտեղ տիրապետում է պետական գաղտնիքներին եւ շատ բաների չի կարելի օրը մեջ փոփոխություն անել, իսկ ինչ մնում է Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չի, Նիկոլ Փաշինյանը ընտրվել է պետական լծակների հաշվին, այն էլ ոչ մեծամասնություն, 50%-ից ավել ձայն չունի, հետեւաբար նա չուներ նաեւ այն մեծամասնությունը, որ կարողանար
բարձր պաշտոնների նշանակել նաև ուժային կառույցներում եւ այդ ձայնը գողացավ ընդդիմության մի թևից, որ կարողանա գոնե դա կարողանա անել եւ ուժային կառույցներով պահել իր իշխանությունը։ Բայց նույնիսկ